Թող Աստծոն փառավորվի։ Իրապես մեր Աստված կենթանի է։ Ու այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք ենք որոշում Աստծո հանդեպ մեր այդ քաղցրության չափը։ Այսօր ամեն մարդ ինքն է որոշում ինքը ինչքան ունի Աստծո կարիքը։ Այսօր ամեն մարդ Աստծո կարիքից դրդված ինքն է որոշում պաշտպանելով իր անձը մեղքից, աշխարհից, անօրենությունից։ Ու վերջապես այսօր մենք ենք որոշում ինչով ենք կերակրում մեր մարմինները, մեր ներսը, մեր հոգին ինչով ենք կերակրում։ Այսօր ես ուրախ եմ, որ ես էլ ձեզ հետ միասին այստեղ ենք, այսինքն այսօր մենք բոլորս ընտրել ենք հոգևոր կերակուրը։ Այսօր մենք բոլորս եկել ենք այստեղ, որ Աստված, Աստծո խոսքը մեզ կերակրի, որ դատարկ չգնանք։ Երբ որ կարդում ենք Տիտոս 2-րդ գլուխ 11-12 համարները, տեսեք Աստծո խոսքը մեզ ինչի վրա է ուշադրություն դարձնում, որովհետև Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները, և խոհեմությամբ, և արդարությամբ, և աստվածպաշտությամբ ապրենք այս աշխարհում։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը ասում է, Աստծո շնորհքը երևցավ, որ փրկարար էր։ Ուզում եմ մի պահ խորենք, մի պահ մտածենք, ինչի համար Աստծո շնորհքը երևցավ մեզ, երևցավ մարդուն։ Արդյոք Աստծո շնորհքի կարիքը մարդը ուներ, թե չուներ։ Երբ որ կարդում ենք Եփեսացիս 2-րդ գլուխ 8-9 համարը, տեսեք ինչ ասում, որովհետև շնորհքով ենք փրկված հավատի ձեռովը, եւ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո խոսքը մեզ ասում է, որ շնորհքը դա Աստծո պարգևն է։ Շնորհքը դա Աստծո պարգևն է։ Այսօր Աստծո խոսքը, Աստված իր շնորհքը երևծրած իմ ու քո կյանքում, այսինքն այսօր Աստված ինձ ու քեզ մի հատ մեծ պարգև է տվել։ Ես ոնց եմ գնահատում Աստծո տված պարգևը իմ կյանքում։ Ոնց եմ գնահատում։ Առաջինը տեսեք ինչ ասում, որ փրկարար է։ Այն մարդը, որ չի հասկանում, չի գիտակցում իր մեղավոր վիճակը, այդ մարդը երբեք Աստծո շնորհքը, Աստծո պարգևը չի կարող հասկանա ու չի կարող ընդունի։ Որ մարդու կյանքում է գալիս Աստծո շնորհը, Աստծո պարգևը, այն մարդու կյանքում, որ ինքը նայում է իրան մի հատ մեղավոր մարդ, որ ինքը նայում է ինքը փրկության կարիք ուներ, ու Աստված այդ պարգևը իրան տվեց, Աստված իրան որդի անվանեց, աղջիկ անվանեց, իր որդի անվանեց, ու իր համար երկնքում բնակարան է պատրաստել։ Այս մարդը կարող հասկանա այդ Աստծո շնորհի կարիքը, այդ պարգևի կարիքը։ Բայց քույրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ կարդում ենք նույն Հռոմեացիս 6-րդ գլուխ 14 համարում, ասում է շնորհքի տակ եղած մարդու կյանքում մեղքը չի կարող թագավորի։ Այսինքն այն մարդը, որ ճանաչել է իր անկարող վիճակը, այդ պարգևը ընդունել է Աստծո որդի եղնելու, այս մարդու կյանքը փոխվում է։ Այս մարդու կյանքում չի կարող մեղքը ինչ անի, թագավորի։ Այս մարդը մեղքի իշխանությունից ազատ է, որովհետև այս մարդը գիտակցում է, որ Աստված խղճալով իրան իր որդուն ուղարկեց, որ այդ խղճուկ վիճակից դուրս գա, այդ պարգևը տվեց, որ ինքը հավիտյան կյանք ունենա։ Մարդը դա գիտակցում է, մարդը դա հասկանում է, այսօր շատերը ապրում են աշխարհի մեջ, ապրում են եկեղեցու մեջ, ապրում են առօրյայի մեջ, բայց այդ փրկության
կարիքը, որ նայում ես մարդու ապրած կյանքին, հասկանում ես, որ այս մարդը փրկության կարիք չունի։ Այս մարդը ուղղակի ամեն օրը մի ձև անցակացնում։ Երբ որ մարդը գալիս է Աստծո տան մեջ, այս մարդը արդեն Աստծո ներկայության մեջ փորձում է սուրբ կյանք ապրի։ Բայց երբ որ մարդը Աստծո տանից դուրս եկավ, մտավ աշխարհ, մտավ առօրյա, խառնվում աշխարհի հետ։ Այս մարդու կյանքում այդ շնորհը տեղ չի գտե, որովհետև մարդը մինչև հիմա ընտրություն չի կատարել, որովհետև մարդը մինչև հիմա այս գաղջ վիճակից չի զզվել, չի ուզում գնալ լույսին, իր տեղը չի կարող գտնի։ Բայց տեսեք Աստծո խոսքը ինչ ասում։ Եփեսացիս 2-րդ գլուխ նորից կարդալու եմ 5 համարը, տեսեք, Եփեսացիս 2-րդ գլուխ 5 համարն եմ կարդալու, երբ որ մեռած ենք հանցանքներում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ, շնորհքով ենք փրկված։ Տեսեք քույրեր ջան, եղբայրներ ջան, երբ որ մեռած ենք այս աշխարհում, մեզ կենդանի արավ Քրիստոսի հետ ու այդ պարգևով ենք մենք փրկված, այդ շնորհով ենք մենք փրկված։ Այսօր մարդը պետք է գիտակցի, որ ինքը մեռած է եղել, բայց այսօր որ ինքը կենդանի է, այսօր որ Աստված իր հոգու աչքերը բացել է, այսօր որ ինքը ճանաչում է Հիսուս Քրիստոսին իր կյանքում Տեր ու Փրկիչ, դա իր ձեռի գործը չի։ Դա իր գործերով չէ, դա Աստծո շնորհն էր, որ երևցավ մեր կյանքում ու բացեց մեր կույր աչքերը, ու մենք տեսանք մեր վիճակը, մեր ողեղնելը։ Դա Աստծո ողորմությունն է, բայց շատ ժամանակ քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք մեզ ենք վերագրում։ Մենք մտածում ենք, այ ես կարամ, ես արեցի, ես առաջնորդվեցի, բայց մենք պետք է հասկանանք, որ մարդու եսը, իմ եսը հոգևոր կյանքում իմ ամենաառաջի թշնամին է։ Իմ եսը մենակ կարա լավ մեղ գործի։ Իմ եսը մենակ լավ կարա Աստծո այդ հաղորդակցությունից ինձ կտրի։ Իմ եսը մենակ լավ կարա ինձ Աստծո ճանապարհից, այդ ճշմարիտ ճանապարհից ուր տանի, աշխարհ տանի։ Բայց որ մարդը այդ Աստծո շնորհը ընդունում է իր կյանքի մեջ, ինքը նայում է իր փրկությանը ու ինքը հարց է տալիս, եթե այսօր հենց հիմա Հիսուս Քրիստոսը եկավ, արդյոք ես այն բնակարանում տեղ ունեմ, ես այդ հույսը ունեմ, թե չունեմ։ Երբ որ մարդը գիտակցում է, հասկանում է, որ ինքը չի մեռնում, քույրեր ջան, եղբայրներ ջան, մարդը չի մեռնում, մարդը անմահ է։ Այս երկրավոր կյանքի վրա աչքերը փակում է, իր հավիտենությունում աչքերը բացում է, կամ հավիտյան Աստծո հետ, կամ հավիտյան կորուստ։ Մարդը տեղափոխվում է։ Մարդը սպասում է մի հատ հրամանի, որ ինքը տեղափոխվի։ Եթե ես եւ դու այդքանը ամեն վարքյան գիտակցենք, որ մեր տեղափոխվելու հրամանը մեր ձեռքին չի, մեր ուզելով չի, այլ երկինքն է որոշելու, ես ու դու ինչ կանենք, զգոնք եղնենք, ես ու դու սուրբ կյանք ապրենք, որովհետև չգիտենք այդ հրամանը երբ կեղնի տեղափոխման, ես ու դու մեղքից հեռու կյանք կապրենք, ու տեսեք ինչ ասում է, որ փրկարար է ամեն մարդկանց համար, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը։ Տեսեք, Աստծո շնորհը երբ որ գալիս այդ պարգևը մարդու կյանքի մեջ, սկսում է մարդուն խրատել, մարդու հետ աշխատանք տանել, մարդուն տանել դեպի ավետարանին, մարդուն տանել դեպի փրկության, մարդուն տանել դեպի Հիսուս Քրիստոսին։ Ասում է խրատում է, որ ուրանանք, ինչը ամբարշտությունը։ Ես բառարանով բացել եմ, նայել եմ, ամբարշտության բառի հոմանիշները, ինչ ասում, անօրեն գործ, անօրեն խոսք, անօրեն վարմունք, այսինքն Աստծո շնորհը, որ գալիս է մարդու կյանքի մեջ, խրատում է, որ գիտես ինչ, այն անօրեն գործերդ պետք է թողաս, պետք է գազ լույսին։
Այն անօրեն խոսքերդ, այն անօրեն վարմունքդ, որ ոնց որ ուզում էր վարվում էր, ոնց որ ուզում էր խոսում էր, ինչ ուզում էր գործում էր, ինչ ուզում էր անում էր, պետք է թողաս, որ ապրես, պետք է թողաս, Աստծո շնորհը, որ գալիս է մարդու կյանքի մեջ, քույրեր ջան, եղբայրներ ջան, մարդուն փոխում է, այս մարդը դառնում է ընտիր մարդ, եթե այդ խրատը լսում է, եթե իր ականջը բացում է խրատի, երբ որ կարդում ենք 2 Կորինթացիս 10-րդ գլուխ 18 համարը, գիտեք ինչ ասում, ասում է նա չէ ընտիր, որ իր անձին հանձնարարում է, այլ նա է ընտիր, որին Տերն է հանձնարարում։ Այսօր մենք կարանք մեր անձին հանձնարարենք ու մտածենք մենք ընտիր ենք, բայց ավետարանն ուրիշ բան ասում է չէ, ընտիրը նա է, ով որ Աստված է այդ մարդուն հանձնարարում ու այդ մարդը Աստծո հանձնարարությունը կատարում է։ Այսօր ես ինչ եմ իմ անձին հանձնարարելու։ Քեզ նեղացրեց, հիշի մի օր կհիշացնես, քեզ թարս նայեց, Այս բերես գլխիդ, հիշի ոչինչ, մի օր ինքը քո դուռը գալու է, մարդը սա կարա իր անձին հանձնարարի, բայց որ մարդու կյանքում գալիս է այդ Աստծո շնորհքը մեզ խրատում է, մեզ ինչ է հանձնարարում։ Օրհնի, ների, աղոթի, սիրի, օրինակ եղի, այս մարդուն Աստծո խոսքն արդեն հանձնարարում։ Ես մի հատ հաճախորդ ունեի, միշտ ձեռք էր առնում, չգիտեմ, ուրիշ ձևով էր նայում, բայց Աստված գիտի ես իր հանդեպ ոչ մի բան չեմ ունեցել։ Ու մի օր եկավ, որ առուտուր արավ, ես որոշեցի, որ պետք է ինքնարժեքով հաշվեմ։ Այն մարդ հաշվում եմ, փչացավ կալկուլատորը, մի բան պակաս եմ հաշվում, երկրորդ անգամ եմ հաշվում, նայում եմ սխալ չհաշվեմ, բայց պակաս եմ հաշվում։ Ինչի համար, Տերը ձեզ հանձնարարեց, դա էր Աստծո կամքը, դա էր Աստծո ուզածը, Աստված մեզ խրատում է, որ մենք իրան չնմանվենք, իրանց գործերին չնմանվենք, իրանց խոսքին, իրանց վարմունքին չնմանվենք, ու երկրորդը տեսեք ինչ ասում, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունը, այ ամենամեծ պրոբլեմը մարդու կյանքում սա է, այդ աշխարհական ցանկությունը, այնքան ժամանակագլուխ բարձրացնում, մինչև մարդը այս աշխարհի համար լիովին չի մեռնում, չի մահանում։ Երբ որ կարդում ենք, հիշում եք, դատավորած 13-րդ գլխում է գրված Սամսոնի պատմությունը, երբ որ Սամսոնը ծնվեց, քույրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո հրեշտակը Սամսոնի մորն եկավ, ինչ ասավ։ Ասավ ինքը Աստծո ուխտավորն է եղնելու, որ Իսրայելին ազատի փղշտացիներից։ Այսինքն Սամսոնը ծնվեց, այդ Աստծո պարգևը, այդ Աստծո շնորհը Սամսոնի վրա էր։ Բայց տեսնում ենք, որ Սամսոնը այդ շնորհի մեջ չմնաց, իջավ Գազա, գնաց աշխարհասիրության հետևից։ Գնաց աշխարհ։ Այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, Սուրբ Հոգին մեր ներսում է, այդ Աստծո սերը, Աստծո ողորմությունը այսօր իմ ու քո կյանքում է, որ մենք ուրանանք ամբարշտությունը, ուրանանք մեղքը, ուրանանք անօրենությունը, աշխարհի համար կենդանի չլինենք, այլ ոչ թե աշխարհի հետ խառնվենք, բերեք անկեղծ եղնենք։ Այսօր շատերս նորել ասեցի, 2-3 կյանք ենք ապրում, չենք ուզում ոչ աշխարհը նեղանա, ոչ եկեղեցին նեղանա, ոչ ընտանիքս նեղանա, ուզում ենք սաղի հետ լավ նեղնենք, թեն չի եղնելու, դու չես կարա Սուրբ Գիրքն ասում է, չես կարա 2 տիրոջ ծառայես, ինչ մնաց 3, 4, 5, 6 տիրոջ ծառայես, չես կարա, կամ պետք է մեկին սիրես, այն մեկին ատես, եթե այն մեկին ես սիրում եմ, ակամայից այն մեկին արդեն ոչ թե չեմ սիրում, այլ ատում եմ, դա Սուրբ Գիրքն ասում։ Մենք պետք է նայենք մեր ներսը, արդյոք այդ աշխարհասիրությունը կա, արդյոք այդ աշխարհի այդ քաղցրությունը, ճակերտավոր քաղցրությունը մեր ներսում կա, շատերիս ներսում կա։ Դա ցույց է տալիս մեր ապրած կյանքը, դա ցույց է տալիս մեր գործերը,
Դա ցույց է տալիս մեր մտածմունքը, դա ցույց է տալիս այսօր ես իմ երեխուն ոնց եմ դաստիարակում։ Իմ երեխեն շատ բան ասում։ Դպրոցը մեր երեխեն իր անկերուին արավ, նույնն է գալիս է, ասում անկերուիս սենց արավ իմ ծնունդը, դու էլ արա։ Էհա անեմ, ինչով տարբերվեցի։ Ինչով տարբերվեցի։ Թե մենք խիղճ չունենք։ Մենք էլ խիղճ չունենք։ Մենք էլ խիղճ չունենք։ Բայց մենք ուզում ենք Աստծո խոսքով եղնի ամեն բան, որ այդ աշխարհասիրությունը իմ կյանքից մեկդի եղնի, որ իմ դիմացինը տեսնի, ես այս աշխարհի մեջ եմ ապրում, բայց այս աշխարհը իմ մեջ չի ապրում։ Մենք պետք է այս աշխարհում ապրենք, դա նորմալ է, բայց նորմալ չի, որ աշխարհն է իմ մեջ ապրում։ Բայց Սամսոնը տեսեք, ուխտավոր մարդ էր, Աստված Սամսոնի հետ ծրագիր ուներ, ու Սամսոնը գիտեր, բայց ինչ արավ, իջավ Գազա, գնաց աշխարհ։ Բայց նայենք Նոյին, Աստված Նոյի համար ինչ ասում, բայց Նոյը Աստծո առաջին շնորհք գտավ, երանելի մարդ։ Ինչի համար, որովհետև Նոյը ուշադիր լսեց Աստծո խոսքին, Նոյը չնայեց կողքից մարդիկ իր մասին ինչ են ասում, ինչ են մտածում, չնայեց այդ երկար տարիների չարչարանքին, ինքը Աստծո հետ կապ ուներ, ու Աստված ոնց որ ուզում էր, Նոյը հենց այն ձևել արավ, դրա համար փրկվեց ինքը ու իր ընտանիքը։ Այսօր ես աշխարհի հետ ուզում եմ խնամություն անեմ, բարեկամություն անեմ, համեփրկություն եմ ուզում, ես շնորհք չեմ գտնի։ Նայենք Հենովքի կյանքը, քույրեր ջան, եղբայրներ ջան։ Այն օրը մի բան նստել եմ ու երկար մտածում եմ երեկոյան։ Հենովքը համբարձվեց երկինք։ Ու գիտեք ինչ եմ մտածում, ես էսև եմ մտածում, ամեն մեկս մեր կարծիքն ունենք, ասում եմ, Հենովքի ուշքի միտքը Աստված էր, քնելուց մտքում Աստված էր, արտանում էր մտքում Աստված էր, չգիտեմ հողամասում գործ անելուց մտքում Աստված էր, չգիտեմ կենթան ուր գնում էր մտքում Աստված էր, ուշքի միտքը Աստված էր, ու Աստված տեսավ, որ այս մարդ առանցին չի կարեմ, տարավ իր ներկայության մեջ։ Այսօր ես և դու առանց Աստծո ներկայության ինչքան են կարեմ մնանք, քանի ժամ, քանի օր, քանի ամիս, քանի տարի Աստծո ներկայությունը իմ կյանքում չի եղել, ու ես հանգիստ եմ, խնդրի այդ շնորհը գա, տեսեք ինչ ասում է, որ խրատում է մեզ, որ ուրանանք ամբարշտությունը և աշխարհական ցանկությունները և խոհեմությամբ և արդարությամբ և աստվածպաշտությամբ ապրենք այս աշխարհում։ Տես ասում է մոռացի։ Ու փոխարենը խոնարհությամբ, խոհեմությամբ, աստվածպաշտությամբ ապրի որտեղ այս աշխարհում է։ Եթե ես աստվածպաշտության կյանքով ապրեմ այս աշխարհում, երկնքում հավիտյան ապրելու եմ։ Բայց եթե ես այս աշխարհում ապրեմ, քուրս ու եղբայրս, ոնց որ ինձ է հարմար, ոնց որ իմ ընտանիքին է հարմար, ոնց որ չգիտեմ իմ եսին է հարմար, ես այս աշխարհում կապրեմ, բայց երկնքում ես չեմ ապրի։ Երկնքում ես չեմ ապրի։ Ու այսօր այդ օրն է, որ քննենք մեր անձը, մեր ներսը, այդ խոհեմությունը, արդարությունը, աստվածպաշտությունը իմ կյանքում կա, թե չկա, ու ասում է, սպասելով այն երանելի հույսին և մեծ Աստծո և մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը։ Այո, քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք սպասում ենք Տիտոս 2-րդ գլխի 13-րդ համարին, սպասում ենք այն երանելի հույսին և մեծ Աստծո և Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքի հայտնությանը, մենք սպասում ենք, երբ է գալու Տերը, որ մեզ, ոնց որ խոսքի սկզբում ասի, փոխադրի մեր հավիտենությունը։ Այսօր քուրս ու աղբերս, պետք է զգուշ եղնենք։ Գիտեք, սատանան այդքան միամիտ չի։ Սատանան գիտի ամեն մարդու ոնց խաբի։ Սատանան գիտի ամեն մարդու ոնց մեղքի մեջ գցի։ Սատանան լավ գիտի, այսօր ես ի վիճակի եմ այս մեղքի մեջ
ապրելու, թե քայլանելու։ Սատանան գիտի, այսօր որ ինձ դրտեց այս ջուրը խմելու, ես այս ջուրը կխմեմ, թե չեմ խմի։ Բայց ինչ անում, որ ես այդ աշխարհի ջուրը խմեմ։ Իմ հոգևորն է կոտրում, իմ հավատքն է կոտրում, իմ վստահությունը դեպի երկինք է կոտրում։ Ու ես ինձ նայում եմ մի հատ կոտրված, մի հատ մարդ, որ Աստված իմ հետ գործ չունի։ Ու արդեն սատանան ոնց ուզում է ինձ ձև առաջնորդում է։ Մեր ներսում կա Սուրբ Հոգին, մեր ներսում կա Աստծո խոսքը, մեր ներսում կա կենդանի խաչալ հարուցյալ Հիսուս Քրիստոսի արյունը։ Նա մեզ չի թողալու, ինչպես եղբայրը իշացրեց, մենք պետք է քայլանենք, մենք պետք է քայլանենք, երկինք գնալու համար քույրեր ջան, եղբայրներ ջան, մի հատ հասակ է պետք, որ պետք է այդ հասակը մենք ունենանք։ Մի հատ քույրիկ տեսիլ թե երազ էր, տեսե չեմ հիշում, ասում է տեսա դատաստանը, մարդիկ կանգնած են դատաստանի, ու ասում է մի հատ սենյակ էին մտնում, սպիտակ հանդերձներ հագնում ու փոխադրվում են երկինք, ու այն կողմից սենյակից ասում է ձայներ էր գալիս, դժոխքի հետ ծանր ձայներն էր, ասում է ամբողջ կյանքս առջևովս անցավ, այն ինչ որ արել էի, մոռացել էի, ասում է նորից առջևս անցավ, ու ասում է սիրտս գցում է, արդյոք ինձ բախտ է վիճակվելու, ես այդ սպիտակ հանդերձը հագնելու, ասում է երբ որ եկա, Հիսուսը նստած, ասում է մագաղաթում նայեց իմ անունը կար, ասում է գլխով արավ մտա այդ սենյակը, հիմա ասում է որ սպիտակ հանդերձը հագնում եմ, հագիս մեծ է, որը փոխում եմ հագիս մեծ է, ու ասում է ամոթով, վախով, խոնարհությունով մոտեցա ասեցի, գիտես ինչ Տեր Աստված, այս սպիտակ հանդերձները, որը հագնում եմ, հագիս մեծ է, իմ հագի չկա, ու ասում է գիտես ինչ, ասավ այդ հանդերձները որ կա, մեծ չեն, այդ հասակը լա դու չունես, այդ հասակը դու չունես, պետք է դու հոգևոր աճես, որ այդ հասակ ունենաս, որ այդ հանդերձը հագնես ու երկինքի մտնես։ Այսօր ես այդ հասակ ունեմ, թե չունեմ քուրս ու աղբերս։ Մեր տան ռեզետկեքի մեջ այն բաներ եմ կողել, որ եղիս ես փոքր, ինչ գտնում էր կողում էր, գրիչ էլի, մատի տեղնի, դանակ եղնի, ինքը մանուկ է, չի հասկանում, որ պլյուս կա, մինուս կա, իրար հետ կարող է ինքը էլ չեղնի մահանա, փոքր է, բայց որ արդեն ինքը մեծանա, դառնա արդեն 13, 14, 15 տարեկան, էլ ինքը մանուկ չի, էլ իրան իմաստ չունի ասես, գիտես ինչ տղա ջան, այ որ մի բան կողես, քեզ կվնասես, արդեն ինքը հասկանում է, քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք պետք է այդ մանուկ վիճակից աճենք, ու Աստված այնքան բան մեզ կբացի, այնքան բան մեզ կհասկացնի, որ մենք կմնանք զարմացած ու միակ փառք կտանք։ Փառք ես, որ ես մի մեղավոր մարդ էի, բայց հիմա քո ողորմությունն իմ կյանքում է, օրհնում է, լեցնում է ու զորացնում է։ Բերեք կանգնենք մի հատ նորից փառք տանք մեր Աստծուն։